Բարի լույս սիրելիներ։ Պողոս Արաքյալը Կորինթացիներին ուղված իր երկրորդ նամակի մեջ գրում է. «Սիրելիներ, եւ որովհետեւ այս խոստումն ունենք, մաքրենք մեզ մարմնի եւ հոգու ամեն պղծությունից, կատարյալ դարձնենք սրբությունը Աստծո երկյուղով»։ Ահա այս պատգամը, սիրելիներ, այսօրվա հոգեվոր նախաճաշի պատգամ թող լինի յուրաքանչյուր մեկիս համար։ Պողոս Արաքյալն ասում է, որ մաքրենք մեզ բոլոր տեսակի պղծություններից, բայց այդ ամեն ինչը հնարավոր է անել միայն եւ միայն Աստծո երկյուղով։ Տեսեք, թե ինչքան կարևոր է, երբ մարդը երկյուղ ունի Աստծուց, ագնացանք ունի, ինչ որտեղ վախ ունի Աստծուց, որտեղ հասկանում է, որ իրեն մաքրելու միակ ճանապարհը դա է։ Այսօր մենք փորձում ենք զանազան եղանակներով մեզ մաքրել, մեղքերից հրաժարվել, ինչ որ կախվածություններից, մոլուցքներից, բայց հետո տեսնում ենք, որ չի ստացվում կամ չի ստացվում այնքան, որքան մենք կուզեինք, այնպես ինչպես մենք կուզեինք։ Պատճառը թերևս կարելի է փնտրել այնտեղ, թե մենք որքանով ենք երկյուղում Տիրոջից, որովհետև ամեն բանի սկիզբը Տիրոջ երկյուղն է, պիտի ասեր Առակաց գիրքը։ Ուրեմն, սիրելիներ, այսօրվա հոգևոր նախաճաշը հենց այդ երկյուղի մասին է։ Եկեք մեր սրտերի մեջ պահենք Տիրոջ երկյուղը։ Այն երկյուղը, որով մենք պիտի ագնացանք ունենանք, պիտի ցկված պահենք, արթուն պահենք մեզ Աստծո առաջ, հասկանալով, որ ամեն ինչից առաջ Աստված տեսնում է մեզ, ամեն ինչից առաջ Աստված է դատավորը, ամեն ինչից առաջ Աստված ինքն է ճշմարիտ գնահատական տվողը։ Այս դեպքում է, որ թերևս ավելի լավ պիտի ստացվի մեր մաքրագործումը։ Մաղթում եմ ձեզ բարի եւ խաղաղ օր այսօր, սիրելիներ։ Աստված օրհնի ամենքիս։